Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Քրիստոնեական գիշերօթիկ դպրոցում բոլորը պատրաստվում էին հեռանալու։ Տուրեան Սուրբ Ծննդյան հանգստին էր պատրաստվում։ Հայրը վերցրեց և տարավ նրան, մեքենայով երկար ճանապարհ էր դեպի տուն։ Տուրեան շատ բաների մասին էր մտածում։ Հայրիկ, Ռաշիդն ինձ կճանաչի՞։ Ինչպե՞ս է Հասանը։ Տուրեան ուրախ էր, որ ընտանիքի անդամներին, կատվին և այծերին է տեսնելու։ Երբ հասան իրենց գյուղի մոտ, պատուհանից մոմի լույս երևաց։ Մոմի լույսի շուրջ միջատներ էին թռչում, և աղջիկները, որոնք ջրհորից ջուր էին քաշում, ձայն տվեցին։ Բարև Տուրե, ուրախ ենք, որ վերադարձել ես։ Ինչպե՞ս ես։ Կպատմես քո դպրոցի մասին։ Այո, բայց վաղը, արդեն ուշ է, եկեք և այցելեք ինձ։ Նրա մայրը Տուրեայի ամենասիրելի ուտելիքն էր պատրաստել։ Շատ բան կար պատմելու, չնայած Տուրեան երկար ժամանակ է, որ բացակայել է, սակայն ամեն բան այնպես էր, ինչպես առաջ։ Սակայն մի բան կար, որ տարբեր էր։ Նա սկսեց մտածել դրա մասին, երբ պառկեց քնելու։ Դա Սուրբ Ծնունդն էր։ Գյուղում ոչ ոք չէր տոնում Սուրբ Ծնունդը։ Տուրեան միակն էր, ով սիրում էր Հիսուսին։ Նա ցանկանում էր տոնել այն, սակայն չգիտեր, թե ինչպես։ Մի միտք ունեմ, վաղը ես շուտ կարթնանամ, որ Աստվածաշունչ կարդամ։ Եվ նա այդպես էլ արեց։ Նա դուրս փախավ տնից և բլուրը բարձրացավ։ Նա նստեց այնտեղ և Մարիամի, Հովսեփի և փոքրիկ Հիսուսի մասին սկսեց կարդալ։ Հիսուսը եկավ, սակայն իր իսկ ժողովուրդը չընդունեց նրան։ Տեր Հիսուսի ծնվելու ժամանակ Բեթլեհեմում դռներն էին փակ նրա առջև, իսկ հիմա մարդկանց սրտերն են փակ։ Երբ Տուրեան 10 տարեկան էր, խնդրել էր Հիսուսին, որ գա իր կյանք և ընդունել էր նրան, որպես իր տիրոջ և փրկչի։ Դու եռա, քեզ էի փնտրում, ինչ ես կարդում։ Արդյոք նրա եղբայրը մայրիկին և հայրիկին կասի, եթե Տուրեան նրան աստվածաշնչյան պատմություն պատմի։ Դա կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, սակայն նա այնուամենայնիվ պատմեց նրան։ Սուրբ Ծնունդին աշխարհի բոլոր ծայրերում լսվում էին զանգերի ղողանջները։ Միևնույն պահին մի փոքրիկ տղա առաջին անգամ լսեց Հիսուսի մասին։ Սուրբ Ծննդյան օրը հիանալի սկիզբ ունեցավ, սակայն օրվա վերջում արցունքներ էին լինելու։ Իսկ թե ինչու, կիմանաս հաջորդ թողարկմանը։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է և Նիկեն։